Աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին ասում եմ ողջույն։ Եթե դուք կարծում եք, որ ես մահացել եմ եւ ընկել եմ դրախտ, չարաչար սխալվում եք, նախ, որովհետեւ առաջինը դուք ինձանից այդքան շուտ չեք ձերբազատվի, եւ երկրորդը դրախտ գոյություն ունի նաեւ երկրային կյանքում։ Մի հատ նայեք։ Մեր ինֆլուենսերների շարքերում կան լավագույն ֆուդ բլոգերները Հայաստանում, ովքեր որ այսօր կանցկացան ժիրիբյովկայի process-ը։ Ընկերներ Լիլիթ եւ Աբրահամը կձևավորեն 5 ինֆլուենսերներից բաղկացած թիմեր եւ կմրցեն միմյանց հետ։ Այն Քյուշով Մարիամ Խաչատրյան, Անի ջան, Անիս լայվ, Նոնիկ ջան, համեցեք։ Աննա Մուրադին, Աննա ջան մոտեցեք Աբրահամին, Մարիամ Ազրոյան։ Թանկագիններս մենք բլոգերներով բաժանվել ենք երկու թիմերի, ամեն մեկս ունենք մեր շեֆ խոհարարը, այսպես ասած, եւ բաժանվել ենք 5 անդամներով տարբեր թիմերի ու միասին համովություններ ենք պատրաստել ու մրցենք էլ իրար հետ, այսպես։ Սկանը պետք է պատրաստ։ Մտածել եմ բոլորի մասին, մայնացել եմ, չէ։ Քանի որ մենք հիմա պետք է այստեղ ուտելիք պատրաստենք, հավաքեցի մազերս, գնացի լվացվեցի մի խոսքով զինված սպասում, որ անցնեմ գործը։ Ոնց որ հետա խզարել եմ։ Եվ իր անկեղծ կարծիքը հայտնելու է։ Համաձայն եք։ Всё։
Բորիսը փորձարկում է, խնդրում եմ մեր թուզուկներին մոտեցնել, թուզուկներինը։ Կարծիքը չենք ասում, ուղղակի փորձում եք, այս բանի կարող եք ուղղակի ասել, թե իվան ասել, իջնաբատ է օրինակ։ Ստե Ալանի հետ։ Ես օգտագործում։ Քրիստիաները անալի են պատրաստել, բայց չեն օգտագործել աղը։ Ասեմ, որ համարյա հավասար են։ Հավասար են, համարյան իմանանք վերևում։ Իսկ դուքը փորձեցի։ Էդի հիմա ինչ ասեմ, սրա ժարի տտեր, սրա սպիտակա ժարի տտերը չի։ Սրա ժարի տարը։ Կարող էի կողմից նայենք, ժարի տտերը չի, կողմ այն կողմը ժարի տտերն է։ Էսի ոնց որ խաշատի։ Դուրտ են սարքել, սոչնի։ Ավելի լավն է։ Կարող մի քիչ մտածեք մի հատ հասկանանք։ Համայնա մտածելու չունի։ Հաղթում են հսկաները։ Մենք պարտվեցինք։ Երբ որ մարդ հասկանում է ինքը ով է, ինչի համար այս աշխարհ եկել, ինքը այդ ժամանակ ապրում է, բայց դրան հասնելու համար դուք պարտավոր եք տանջվեք, պարտավոր եք, որտեղ մինչև չտանջվեք, մինչև բաց չթողնեք ձեր մանկական հոգին, դուք չեք հասնի ավելի հասուն հոգուն, այսինքն չեք հասնի այն երազանքների նպատակները, ինչին դուք ձգտում եք փոքրուց։ Յուրաքանչյուրիս կյանքում երբեք ոչինչ հենց այնպես չի լինում։ Յուրաքանչյուրիս կյանքում մենք պետք է ընկնենք, ու այդ մեզ բոլորիս տրված է, որ մենք ընկնենք ու իմանանք բարձրանալը ոնց է, որ բարձրանանք, հասկանանք թե ինչ է։ Մարդը պետք է սիրի իրեն, որ կարողանա սիրի դիմացինին։ Այդ էգոիստությունը չի։ Դա հենց այն սերն է, որը նաև աստվածային է, որը ձեր մեջ յուրաքանչյուրի մեջ, ձեր հոգու մեջ դա կա։ Հոգին գալիս է սիրով։ Առհասարական կախամեջից թե ձեր դիմացինը ինչ ձև է ձեզ հետ խոսում, դուք եք, դուք դիմացինը չեք։ Դրա համար շնորհակալ եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ ձեր սիրո համար, որը դուք այսօր մեզ տվել եք։ Եվ շնորհակալ ենք մեր սերը, որ դուք այսօր վերցնում եք։ Աստված ջան, խնդրում եմ, տար ինձ այսօր ընդեղ, որտեղ ես պիտի լինեի, ու թույլ տուր ես տեսնեմ այն հնարավորությունը, որը իմ համար ես պատրաստել, ու ես բռնեմ այդ հնարավորությունը, որտեղ այդ իմ համար կարևոր է։ Կտեսնեք ձեր կյանքում ինչքան բան կփոխվի, թեկուզ այդ 10 օրվա մեջ։ Շնորհակալություն հայտնենք մեր այն մարդկանց նաև, ովքեր որ մեզ լիքը լավ էմոցիաներ են տալիս, դրականն են տալիս։ Ձեզ մաղթում ենք լավ օրվա շարունակություն, շփվեք, եկանք, վերջ։